Որ քաղցր են ուտում կատաղում են, գիտեմ։ Հա, դա շատ խառնակելի վիճակը, ասամ հանգիստ սուրճ կամ չայ։ Ուրարտուն որ սկսավ հայկական սուրճ ունին մենյուի վրա, որ մենք եկանք առաջի բանն անենք, որ հայկական սուրճ դնենք։ Ես օրինակ կաթով չեմ սիրում, քաղցրով չեմ սիրում, հայկական դառը սև սուրճ։ Մենք բան ենք սկսել երիտասարդների համար Armenian speed dating։ Ձեզ մոտ հանդիպում են, սիրահարվում են, ո՞նց եք կազմակերպում։ Մոտապես 300 մարդիկ sign-up են արել։ Չէ, չստացվեց պլանս։ Ես սիրում եմ մարդկանց հետ նստեմ, զրուցեմ, իրանց պատմությունը իմանամ, որ եղած են։ Ինչ որ բան եք լցնում սուրճի մեջ, որ սկսեն խոսել, թե։ Պապաս միշտ ասում էր՝ մի բողոքի, գնա գործի, մյուս օրը արևը դուրս կգա։ Ինչու են ձեզ կնքել ձեր հոր անունով։ Կա պատմություն։ Պապայիս անունը Յուրիկ Գագարին Ղազալյանն է։ Իսկ ինչու եք շուտ փակվում։ 4-ից հետո սուրճ չեն խմում։ Չէ, ես եմ խառնում։ Եք խառնում։ Նոր բաներ եմ սովորում։ Դիմաց իմ կերը անունը Արարատ է եւ Արարատ Mountain-ն էլ հետևը։ Տեսակ։ Շատ emotional moment էր ինձ համար։ Bodyguard եք տրամադրում։ Այո, ունենք տենց private security, այն ժամանակ ամերիկյան կինոներ ենք եթում, մեծ company համար ենք աշխատում։ Client-ը զանգերա, որ այս աշխատողը հարսուփեսայի հետ ապարում է։ Ես իմ բոլոր հյուրերին ուղղորդում եմ դեպի Հայաստան, որ այնտեղ բիզնես բացեն, տեսեք, որ այնտեղ ամուսնանան, որ հաճախ գնան այնտեղ։ Ողջույն ընկերներ, դուք դիտում եք Menu.am-ը, իսկ ես Մերի Մակարյանն եմ։ Այսօր իմ հյուրը Յուրա Ղազալյանն է, ով ներկայացնում է Գլենդելում գտնվող գողտրիկ մի անկյուն, որն էլ կոչվում է Ուրարտու քաֆե։ Անվան հետ կապված անչափ ուրախ եմ, հիմա ճշտելու ենք միասին մնացած մանրամասները առհասարակ ինչ դեր ունի այդ քաֆին հայերի կյանքում եւ հենց նրանց կյանքում։ Ողջույն Յուրա։ Ողջույն Մերի։ Նախ անվան հետ կապված, ինչպես ասացի, ես շատ եմ ուրախացել, որ այստեղ կա նման քաֆի շապ, այսպես ասած, որը կրում է այդ անունը, բայց հաճելիորեն զարմացա, որ անունը դուք չեք ընտրել, որովհետև մինչ ձեր ղեկավարելը 2 տարի ուրիշ հայեր են եղել սեփականատերերը եւ իրենք էլ կնքել են անունը։ Հետո արդեն իմացա, որ դուք շատ ուրախ եք եւ շատ հաշտ եք անվան հետ ու պահելու եք։ Այո։ Ինչ է ձեզ համար Ուրարտուն, բացի այն, որ մենք բոլորս գիտենք, որ նա հայկական լեռնաշխարհում Վանի թագավորության ժամանակ պետություն է եղել, իդեպ շատ գեղեցիկ, անառիկ, կանգուն, շատ թագավորներ է ունեցել, մի խոսքով հզոր պետություն, որի անունը այսօր Միացյալ Նահանգներում Գլենդելում կրում է այդ փոքրիկ քաֆի շապը։ Ճիշտ է, հա։ Հետո այդ անունով մենք էլ միշտ հպարտել ենք եւ պահեմ, որ հետեւ մոտապես Ուրարտու քաֆին 25 տարի է որ Գլենդել են։ Այն ժամանակ շատ քիչ հայկական քաֆե կար։ Կարծեմ մատ կար մեր ցածի փողոցները դի փոքր ընտանիքով իրանքին ստացվե։ So այն ժամանակ Գլենդելը քիչ հայ կար։ Շատ հայություն չկար։ Այդ հիմա է որ շատ են, չէ, Գլենդելում։ Հիմա որ շատացեր են, այո։ Որ ինչ լավ է, because այն ժամանակ գալիս էին այն փողոցը շատ փոքր փողոց էր, որ կարող էր ավտոները միանալ գալիս իրեն կոմ, բայց այն ժամանակ Ուրարտու մեծ բան է մեր համար, որովհետև օտար ազգեր, ամերիկացիներ, կորեացիներ, ճապոնացիները գալիս էին եւ Ուրարտուն որ սկսավ հայկական սուրճ ունին մենյուի վրա, որ մենք եկանք, ասանք, առաջի բանն անենք, որ հայկական սուրճ դնենք, մարդիկ սովորեն էս ինչ է, մեր culture-ը սովորեն, այդտեղից սկսավ, օտար ազգերը հայերի մասին գիտեն եւ տարբեր ծրագիրներ ունեցանք, music, art, որը ներկայացնում է Հայաստանը, Հայաստանի կուլտուրան, հա, մշակույթը, կուլտուրան։ Բայց այս գաղափարը շարունակել ձեռք բերել ձեր հորինն է եղել, ձեր հայրը,
որի անունը դուք կրում եք։ Յուրիկ։ Այո, Յուրիկ, զարմացա, չնայած հանդիպում եմ, բայց հետաքրքիր է ինչու են ձեզ կնքել ձեր հոր անունով։ Կա պատմություն, թե ուղղակի Մատ հատուկ հա story ունեմ, որ պատմեմ, այն ժամանակ մամաս պապաս Պարսկաստանից են եւ իմ պապայիս հայրը Յուրիկի պապեն որոշեր, որ իր անունը դներ Յուրիկ եւ այն ժամանակ Պիեթայր օֆիսը թղթերը լրացնիր ստորագրիր անունը մոռացեր էր գնացեր Մարտին ասեր իմ տղիս անունը այն ռուսական աստրոնավտն է Յուրի Գագարին so իմ պապայիս անունը Յուրիկ Գագարին Ղազալյան է accidentally հետո որ եկան մամաս պապաս Ամերիկա այն ժամանակ հայկական դեղին տետրակ կար Armenian Yellow Pages մամաս Յուրա անունը շատ սիրած ասավ մամայիս անուն Լորա է ասավ Յուրիկ ու Լորա կպցնես իրար ելումա Յուրա so տամար իմ անունս Յուրա է Հա, այսինքն մաման էլ է արդեն ձեր անվան մեջ Լորա Յուրիկ որ կպցնում են ելումա Յուրա բայց ես չգիտեմ Երբ իմացա որ մեծացամ խանութ աշխատում եմ ինձ միշտ կանչում են Յուրիկ, պապին էլ կանչում են Յուր անունները միշտ խառն էր Յուրը ստեղ ասում եմ այո ես ստեղ եմ մա չէ դու ստեղ չես պապայիդ ենք ուզում so տնից խառնվեր էր անունները but այո այդ անունը accidentally մամաս տվեր ինձ Բայց հիմա հասկանում եմ, որ դուք մեծ պատվով եք գրում ձեր հոր անունը Այո Եվ շատ կարոտում եք, որովհետև 1 տարի անց կորցրել եք ձեր հորը Այո Ինչ զգացողություն է, երբ դուք նախ իրեն տանը չեք տեսնում, այլևս չկա, կենթանի չի, երկրորդը անընդհատ աշխատանքի մեջ, երբ միասին եք եղել ու երբ գիտեք, որ նրա ստեղծածն ու նրա պահածն է եղել, հիմա նա չկա Հա Շատ դժվար է ամեն օր վերցամ խանութը միշտ ինքը ընդեղ էր կամ որ ինքը ընդեղ չէր ներս է գալի միասին նստում ենք սուրճ ենք խմում բայց իր հիշատակը միշտ կա պապաս միշտ ժպիտով էր միշտ բարի մարդ էր միշտ լավատես մարդ էր միշտ առաջ ուզում էր Ուրարտուն առաջ գար Այ ինչ եք հիշում իր խորհուրդներից կապված սկսենք թերևս Ուրարտուից Իր խորհուրդներից ասենք Պապաս ջղային մարդ չէր so միշտ ինչ որ պատահում էր գործին թոնում էր ընդ ինչ որ պատահում էր լավ որ չէր coffee shop-ի ներս թոնում էր coffee shop-ը տոնը գալիս էր միշտ ժպիտով Օ ինչ լավ է Եվ ես փորձում եմ էտել անեմ դժվար է բայց Դուք ունեք ձեր ընտանիքը Շուտով ամուսնանալու եմ ես այո ես ամառ փորձամ ինչ որ էլոման պատահումա կս կյանքը կարճ է տենց մի բան պատահումա բիմորանանք էդի պապաս միշտ տենց էր միշտ էլ ես ուզում տենց էլ եմ իր նման Ձեր հայրը սկսեց աշխատացնել պահեց անունը ինչպես ասացիք սկսեցիք հայկական սուրճից, որ պետք է Ուրարտուում անպայման հայկական սուրճ լինի ու որ օտարազգերները սկսեն ծանոթանալ մեր սուրճի հետ, էլ ինչ ունեք ձեր կաֆեում, որ առաջարկում եք այցելուներին։ Of course հայկական սուրճ ունենք, բայց espresso machine էլ ունենք, so բոլոր classic latte, cappuccino, mocha տեսակներ ունենք եւ այս վերջերն էլ քանի հատ բան էլ ավելացրել ենք բանանա Սուրճի հետ կապված։ Այո, սուրճի հետ կապված։ Խմիչքներ, այո։ Ահա։ Հա։ Ամեն տարի ավելանում է։ Ինչ եք ավելացրել, ներեցեք։ Այս անգամ ունենք banana oat latte, որ banana flavor ունի եւ oat milk-ով, oat կաթով է։ Ես որ մեծացել եմ 11 տարեկանին այն ժամանակ սովորական կաթ կար, հիմա բոլոր 1000 ձևի կաթ կա, ամեն տարի նոր բան է գալի։ Ամեն տարի նոր բաներ ենք փորձում անենք։
բայց միշտ սիրում եմ որ ինձ համար հայկական դառը սուրճ։ Ինձ համար էլ։ Դառը։ Ես օրինակ կաթով չեմ սիրում, քաղցրով չեմ սիրում, հայկական դառը, սև սուրճ, էդի ինձ համար շատ լավն է։ Առավոտյան սուրճ թե թեյ։ Սուրճ, միշտ սուրճ։ Այդ կապված է ձեր գործի հետ։ Կարծես, հա։ Թեյեր ունեք։ Թեյեր ունենք, հա։ Թեյ սիրում եմ, բայց սուրճը ամեն օր պի խմեմ, արդեն 2 հատ խմել եմ, կարծեմ հերիք այսօրվա համար, բայց։ Իսկ ունեք օրինակ մշտական հաճախորդներ, ովքեր գալիս են երկար տարիներ ու խմում են միևնույն սուրճը։ Այո, միշտ գալիս են, հետո ես սիրում եմ մարդկանց հետ նստեմ, զրուցեմ, իրանց պատմությունը իմանամ, որ եղած են։ Ամեն օր, որ եթե եմ խանութ, նախաճաշ եմ սարքում, սպասում եմ տեսնեմ այդ customer-ները գալիս են, նույն մարդիկ, նստում եմ, խոսում եմ իրանց հետ, հա։ Պատմում են, կիսվում են ձեզ հետ։ Այո։ Ինչ որ բան եք լցնում սուրճի մեջ, որ սկսեն խոսել, թե վստահում են արդեն։ Վստահում են, այո, ճիշտ ընտանիք էլի, ճիշտ որ ամեն օր եթում ես, ես իմ customer-ին ավելի շատ եմ տեսնում դեն իմ մորքուրս, հորքուրս, քերի, cousin-ները, ճիշտ իմ երկրորդ ընտանիքն էլի, ես ավելի շատ եմ ընդ սպաղվում դեն տունը։ Իսկ բացի սուրճից, թեյից եւ այլ ըմպելիքներից էլ ինչ ունեք։ Նախաճաշ ունենք։ Նախաճաշ։ Croissant ենք եպում, մամաս էլ սիրում է տենց խաչապուրիներ, շատ են սիրում են customer-ները, սուրճի հետ ուտեն։ Տարբեր խմորեղեններ, մամաս էդի շատ լավ է, տենց խմորեղեններինers։ Croissant ենք եպում ամեն օր։ Հետո նախաճաշ էլ ունենք հավկիթով, տենց քաղցրեղեն, Nutella, waffles։ Ուտելիքների բաժնի պատասխանատուն ձեր մայրն է, ինչպես հասկացա։ Այո։ Ուրա ձեր մաման, ինչի ձեր հետ չի եկել այսօր։ Մաման Ուրարտուն շատ է սիրում ու իր տեղը ճիշտ իր տանն էլի։ Ինքը որ չկա, ճիշտ կարոտ ունի։ Այնտեղի հետ։ Այո։ Անցյալ օրը պի քուրիկներից հետ հավաքվինք ու մամաս ասում է կարոտեր եմ, այդամ նայեմ, խանութս եմ ամեն ինչ օքեյ է։ 2 ժամ առավոտը գնաց ընդ անցածրավ, հետո եկավ քույրս տան։ Դե այն ժամանակ դուք որ փոքր եք, մաման պապան միասին են երևի այդ ամեն ինչը արել։ Հա հիմա պատկերացնում եմ ինչ դժվար է իր համար։ Չնայած որ ունի ձեզ, բայց ամեն դեպքում նախ կարոտը, չգիտեմ, դժվար է ինձ համար պատկերացնել հարազատ մարդու կորուստը։ Այո։ Այնպես որ բրավո մամային, որ կարողանում է առաջ անցնել եւ էլի նույն գործին մնալ ու սպասարկել հայերին եւ ոչ միայն հայերին։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Քանիսից եք աշխատում։ 8-ից առավոտվա 8-ից մինչև 4-ը, կիրակիներ 9-ից մինչև 4-ը։ Իսկ ինչու եք շուտ փակվում։ 4-ից հետո սուրճ չեն խմում։ Ես եմ այդ որոշը։ Ինչու։ Այն ժամանակ, որ ծնողներս սկսան մինչև ժամի 12-ին։ Գալիս են տուն, ես իմ մամայից պապայից չեմ տեսնում։ Հա։ Ժամի 12-ից փակին, հետո որ համասարան վերջացրամ, նստամ պապայից, ասամ եսի business plan ունեմ։ Գուզես նույն աշխատես, ավել չմնաս, բայց նույնը սարքես, ասավ, հա, ինձև, ասամ, պի ժամեր կարճացնես, ասավ, ինչու համար, ինչու, ես պի աշխատեմ, ասամ, չէ, դուք ցենց մնա, դուք գոքնեք, աշխատողներ գոքնեն, եւ առաջ չի եթա։ Մենք բան արանք, business plan արանք, որ ժամը դնենք օտար բանի համար, դնենք մենյուն սարքենք, կամ training անենք այն ժամանակ, կամ տարբեր ծրագիրներ դնենք 4-ից հետո, էդի առաջ կեթա զիմա էլ
4-ից հետո պատած օրերը ես ու նշանածս ծրագիր ենք անում Urartuiner's։ Ինչ ծրագիր։ Մենք բան ենք սկսել երիտասարդների համար Armenian speed dating։ Ձեզ մոտ հանդիպում են, սիրահարվում են, ո՞նց եք կազմակերպում։ So իմ նշանածս մի օր ասավ միշտ ասում էր Armenian speed dating անենք։ Հեյ մտածում եմ ասամ շատ լավ idea է։ So ստացվավ Instagram-ի վրա դրանք ես կարծամ մանկամ գտնենք ու վերջ։ Բայց մոտապես 300 մարդիկ sign-up-ին արել եւ այդտեղած սկսավ Բայց ինչ էիք դրել, որ հրավիրում եք այսին ժամից այսին ժամը բոլոր single մարդկանց, ոչ ամուսնացած, որ գան, այնտեղ հանդիպեն, շփվեն, հա, ու հետո արդեն date անեն։ Այո։ Դուրս գան որպես սիրային հարաբերություններ ունենան։ Այս անգլերենը ու հայերենը, որ խառնվում է իրար, այնքան ինձ համար նախ տարօրինակ է, բայց կներեք։ Այո, so հանդիպում են մոտապես 28 հոգի են, որ գալիս են հանդիպում են, աղջիկ ու տղա դիմացը նստում են ու 5 րոպե խոսում են եւ որ վերջանում եմ, այդում ես մյուս հոգին է ես խոսում։ Օ։ Դուք արդեն պլանավորել եք ոնց եք անում, ոնց եք նստացնում, ում հետ եք նստացնում, թե ուղղակի ընդհանուր հավաք է միջոցառում, որի ընթացքում կարող է մեկը մյուսին նկատել, հա, թե ոնց եք անում։ So մենք դասավորում ենք, բայց վերջը որ այս ծրագիրը բրծավ, ժամանակ ենք տալի, որ ըտանք որ հավանել են իրար, միանան ու համար տան ու այդտեղած սկսեն։ Իսկ դեպքեր կան, որ հավանել են ու սկսել են։ Այո, իմ լավ ընկերս Արամը ծանոթացել է իր ընկերուի հետ։ Հա։ Իսկ դուք ոնց եք ծանոթացել ձեր ընկերուի հետ, նշանացի։ App-ի վրա, հա, app-ի վրա եմ ծանոթացել։ Ծանոթության app-ի վրա։ Այո։ Քանի տարի է միասին եք։ Մեկ տարի։ Օ, նոր եք։ Այո։ Շատ ուրախ եմ, որ այն ժամանակ պապաս տեսա, որ պսակվամ նշանվեցիմ, այո։ Նշանվել է ու ամուսնությունը ձեզ համար նույն բանն է, թե տարբեր է։ Նշանված եք, սպասում եք, որպեսզի հարսանիք ունենաք, չէ՞։ Այո, նշանված եմ, այս ամառ հարսանիք ունեմ։ Հա, երևի դուք նույնն եք ասում, եւ նշանվելուն եւ ամուսնանալուն պսակվել եք ասում։ Օ, չէ, ես եմ խառնում։ Դուք եք խառնում։ Նոր բաներ եմ սովորում։ Մի խոսքով ձեր նշանածը նաեւ օգնում է ձեզ։ Շատ, այո։ Իսկ այդ ժամանակ, երբ հավաքվում են, օգտվում են ձեր կաֆի, օրինակ սուրճերը վերցնել կամ քաղցրավենիքները, վաճառում եք դուք դա։ Այո, so որ գալիս են, առաջ սկսում ենք սուրճ կամ չայ ենք տալի, խոսացել ենք, որ ոչինչ տենց քաղցրեղեն բան չտանք, որ հանգիստել են մարդիկ։ Որ քաղցր են ուտում, կատաղում են, գիտեմ։ Հա, շատ խառնակելի վիճակը, ասեմ, հանգիստ սուրճ կամ չայ։ Առանց քաղցրի հիմնականում հիմա երեխաների հետ կապված է, չէ՞, ասում են որ երեկան քաղցր մի տվեք, շատ են աշխուժանում, հիմա ձերն էր։ Հա, ասենք մարդիկ հանգիստել են, մեր coffee shop-ը շատ հանգիստել է։ Ունեք առաքում։ Այո։ Ում հետ եք աշխատում։ Postmates, DoorDash։ Իսկ Ordersko-ի հետ ծանոթ եք։ Նոր ծանոթացամ։ Ահա։ Իրան ճանաչում եմ Urartuից Արսենին։ Այն ժամանակ 2007-ին ինքը իր ընկերը միշտ գալիս են մեր մոտ։ Բայց հա, այսօր որ Արսենին հանդիպամ, դեմքը շատ ծանոթ էր, հետո իմացամ, որ ինքը իր ընկերը միշտ գալիս են, այն ժամանակ պապաս էլ 2007-ին։ Միշտ գալիս են, այն ժամանակ Արցախ փողոցը բաց էր, եւ մենակ 3 հատ սեղանաթար ունենք այն առաջը։ So այն ժամանակ միշտ գալիս են հավաքվում են, հետո տղերք գալիս են միշտ սիրում են դուսը նստին։ Իսկ այն ժամանակ, որ ասում եք այն ժամանակ, ի՞նչն եք կարոտում այդ ժամանակից, չէ՞ որ լիքը բան է, չէ՞ փոխվել։ Որովհետև դուք կարող եք համեմատել ձեր այցելուների հետ։ Այո։
ներկայիս այցելուները, նախկինում ինչպիսիք են երիտասարդությունը, այն մարդիկ, ովքեր ձեզ մոտ ծանոթանում են։ Ինչ կարոտ այն ժամանակ։ Հա, ինչ կա որ փոխվել է, ինչ կա որ կարոտել եք, ինչ կա որ կուզենայիք լիներ, կամ հիմա է լավ։ Ու նախքան COVID 2019-ին արժեքները Այդ ցած էր։ COVID-ը, Հա, so էդի որ եկավ COVID-ը շատ դեր ելավ էս բիզնեսների համար ու մարդկանց համար էլ շատ։ այսինքն լավ է, որ COVID-ից հետո լավ է։ COVID-ից հետո օքեյ էր, բայց նախքան COVID 2019-ին ես այդ ժամանակ համասարանին շատ ուրախ եմ ասամ արդեն համասարան վերջացնում եմ, բիզնեսն էլ լավ է, հետո 2-3 ամիս հետո ամեն ինչ փակվավ, բայց պապաս միշտ ասում էր մի բողոքի գնա գործի, մյուս օրը արևը դուրս կգա։ Այսինքն հիմա ամեն ինչ լավ է, ոչինչ չեք կարոտում նախկինից։ Չէ, ես շատ ուրախ եմ, որ ուրարտուն կա ու հիմա դժբախտաբար պապաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ ընտանիքս կա։ Իսկ դուք միակ երեխան եք ընտանիքում։ Քույրեր ունեմ։ Քույրեր ունեք։ Քույրը ձեզ հետ է, ձեր օգնում է ձեզ։ Քույրը չի ապրում մեր հետ, բայց միշտ մեր հետ այդիաներ տալիս է ու միշտ ինքը իր գործ ունի, բայց աշկը միշտ մեր վրա է։ Ինչ պլաններ ունեք կապված Ուրարտուի հետ, չգիտեմ, բիզնեսի թարմացում կամ ուրիշ location, կան նման պլաններ։ Վստահ ուզում եմ այս ծրագիրները հիմա որ հարսանիքը որ վերջանա։ Հա, մի հատ ամուսնացեք, բարով խերով, տեսնենք ինչ է լինում, հետո արդեն գործնակ։ Իմ կինս հետո կգա ու միասին սկսենք տարբեր ծրագրեր։ Բայց միջև ամուսնանալը չի կարա գա։ Պետք է անպայման ամուսնանաք նոր։ Հա, cuz որ ամուսնանանք հիմա միասին չենք ապրում։ Սպասում ենք որ հուլիսին որ ամուսնանանք միասին ապրենք։ Հա։ Միասին ապրելը կարևոր է բիզնես կիսելու համար։ Այո, cuz ավելի հեշտ կլի որովհետև հիմա ինքն էլ իր աշխատանքն ունի, ինքը դասատու է հայկական դպրոց։ Ես էլ իմ աշխատանքն ունեմ եւ ես էլ օտար բիզնեսներն էլ ունեմ։ Օ։ Այո։ Ուրիշ բանով եք զբաղվում։ Այո։ Ինչ եք անում։ So այն ժամանակ 10 տարի առաջ պապաս security business ուներ։ Այդ business-ը որ պապաս փակավ, եսի իմը սկսամ։ Ինչ է նշանակում security business։ Տարբեր տեղեր, տենց հարսանիք ես էթում մարդա կանգնած է։ Հա, bodyguard։ Bodyguard, այո։ Bodyguard եք տրամադրում։ Այո, ունենք տենց private security։ Այն ժամանակ 10 տարի առաջ պապայիս հետ ամերիկյան կինոներ ենք էթում, մեծ company համար ենք աշխատում։ So տեղած սկսավ շարունականք այդ security-ն, մենք աշխատում ենք հիմա մերն է security business-ը։ Որ ինձ bodyguard պետք լինի կօգնեք։ Այո, վստահ, այո։ Հա, հայ եմ ուզում, որ հայ լինի։ Չէ, լավ, հայ չէ։ Թող օտարազգ լինի։ Ես ուր գնամ իմ հետևից գա։ Okay, շատ լավ է։ Այո։ Որևէ առիթի համար սպասարկելու։ Օրինակ ինչ արժի առավոտից երեկո, որ այդ մարդը իմ կողքին լինի։ Էդի խոսան քեզ լավ արժեք կտամ։ Չէ, ասեք, որ մարդիկ էլ իմանան, որ իրենք էլ ուզենան պատվիրել։ Գովազդ եմ անում ձեզ համար։ Okay. Տարբերումը, cuz ես սիրում եմ մարդկանց տեսնեմ ինչ է իրանց արժեքը, ինչքան բյուջետ ունեն, այդտեղած եմ էթում։ Իսկ եթե չունեն, պիտի չդիմեն ձեզ։ Բարձ եւ հասարակ։ Եթե չունեն, bodyguard-ի կարիք էլ չունեն, այսպես ասած։ Չունեք ես կգամ, ձերիկ աշխատամ։ Չէ, բայց օրինակ ես միշտ այդ ֆիլմերում որ նայել եմ, այդ պահը շատ է դուրս գալիս, երբ քեզ ինչ որ մեկը անընդհատ հսկում է, հետևում է։ Եվ այն ֆիլմը շատ հայտնի ու հաճելի, չեմ հիշում անգլերեն վերնագիրը, բայց Whitney Houston-ը եւ Kevin Costner-ն էին խաղում։ Այո։
Bodyguard կարծեմ, շատ լավ ֆիլմ է ու հայտնի։ Լավ կինո է դի։ Հա, սիրահարվում են հետո։ Այո։ Չէ, բայց իսկապես լավ ծառայություն է, լավ գործ է ըստ ձեզ, հետաքրքիր գործ է։ Հա, հեշտ չի, բայց հետաքրքիր է, այո։ Միշտ գործիներս դժվարություն կա, բայց սիրում եմ մտածեմ, տենց նստում եմ կլիենտների հետ։ Օրինակ ինչ տիպի մարդիկ են ձեզ դիմում։ Օրինակ ասենք լինում են, որ հայտնի մարդիկ ձեզ դիմեն, որպեսզի իրենց տրամադրեք security-ներ։ Հիմա չէ, բայց այն ժամանակ, որ այս company-ի համար աշխատում եմ, այս ամերիկյան կինոները միշտ հայտնի հոգիների հետ իմ, հա։ Իսկ սովորական մարդիկ, ոչ հայտնի նկատի ունեմ, դիմում են ձեզ։ Այո, տարբեր ծրագիրներ, տենց ծնունդներ, հարսանիք, հայեր կան աշխատողների մեջ։ Այո, ունեմ, տարբեր ունեմ հայ եւ որ հայ չեն։ Իսկ հետաքրքիր դեպքեր եղել են։ Այո, so մենք համեր հայկական սրահեր, Glendale-ներս ու աշխատողս Մատ աշխատող էր, որ ես չգիտեմ, because այս գործիներս դժվար է, մարդ որ չի եթում հիվանդա, իսկ շուտ մեկույն դնես։ So հեռախոսով մեկույի համար ստացամ, որ ինքը bodyguard է, ուղարկամ իրան ընդ հայկական սրայիներս, ինքն էլ հայ չէր։ Քշեր ժամանակ էր, ժամի 11-ը, կլիենտը զանգերա, որ այս աշխատողը հարսուփեսայի հետ պարում է։ Շուտ Եսի take care արամ, զանգամ ես աշխատողին, ասամ մերսի շատ, բայց դու կարես հետ աստուն։ Ու չվճարեցիք այդ օրը։ Դժբախտաբար պիկի վճարես, այս ամերիկյան կանոնով, բայց Դե եթե վճարել եք, թող միջև վերջ աշխատեր մարդը, հա, հիմա էլ հարսուփեսի հետ բարելա, ինչ կլիներ։ Հա։ Մարդ էր էլի։ Ուրախացել էր երևի։ Ուրախացել, հա, բայց շատ ուրախ էր։ Շատ էր ուրախացել։ Մենք ես որ եթում ես շատ խիստ եմ այս գործիներս։ Ես էլ պատածել երա, որ աշխատող չի ելը, ես եմ գնացել, բայց ես միշտ խիստ եմ այս աշխատանքիներս։ Խաղմաղ չկա, որ կլիենտը փողա տալի, ես սիրում եմ ինչ որ իրանք են ուզում, ես կանեմ ու խիստ, բայց Դե եթե ավելի լուրջ, ապա դուք ճիշտ եք իրականում, մենք այսպես հայավարի, դե լավ, դե հիմա ոչինչ, parեց, բայց չէ, կան կանոններ, որոնք աշխատանքի մեջ եւ ոչ միայն աշխատանքի մեջ պետք է պահվեն։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menum.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Դուք այստեղ եք ծնվել, բայց նախորդ տարի այցելել եք Հայաստան եւ առաջին անգամ եք այցելել։ Առաջին անգամ, այո։ Ինչ տպավորություններ ունեք Հայաստանից։ Իմ նշանացի ծնողները տուն ունեն Էրեբունի։ Էրեբունի թաղամասում։ Այո։ So միշտ ուզեցել եմ, որ Հայաստան եմ, իմ ծնողները Պարսկաստան են ելել ու Պարսկաստանից որ եկել են Ամերիկա երբեք չեն ելել, ես քույրս, papas, mamas երբեք չեն ելել Հայաստան։ Իրենք Պարսկաստանում են ծնվել։ Պարսկաստան են ծնվել, այո։ Եվ այն ժամանակ որ government-ը փոխվեց, իրանք plan ունին, որ եթանք Ամերիկա, միշտ պատմեր են ուրարտու իմ customer-ները Հայաստանի մասին, որ գալիս են ուրարտու, ասում են, վայ, ինչ շիրուն գեղեցիկ սուրճարան է, ճիշտ Հայաստան ես, եւ ես այդ experience-ը չունիմ միջև անցյալ տարի, բայց շատ լավ անցավ, սուրճարանները Հայաստան շատ սիրացիմ, շատ գեղեցիկ էին, եւ տենց որ travel ես անում, դեպս օտար երկիներ, սիրում եմ տարբեր տենց idea-ներ բերեմ ու ուրարտուիներս Օրինակ հայկական սրճարանների մեջ ինչն է ավելի շատ ձեզ դուր գալիս եւ ինչն է որ այնտեղ կա, այստեղ չկա, բայց էլի հայեր են աշխատացնում։ Ընդ զգում եմ ավելի, չգիտեմ, ճիշտ եվրոպական style մարդիկ, չգիտեմ, դու ասա, ավելի հանգիստ են, ստե ամերիկյան շատ մարդիկ միշտ վազվզում են,
գործի հետևից են, իրանց գործը շատ մեծ բան է, ընդ ազգում եմ իրանց համար կյանքը մեծ բան է, Հա, բայց ապրելու համար պիտի աշխատես։ Աշխատենք, այո, դա համաձայն եմ։ Բայց չեմ ես իմ tourist, որ գնացել եմ շատ հանգիստ եմ, սիրում եմ ցենց գույնավոր ու նկար ու ցենց երգեր տարբեր փողոցները, որ գնացինք, Սարյան փողոցը իմ շատ սիրացիմ, միշտ ասում եմ Glendale City Council-ին, որ այդ idea-ն Սարյան փողոցին վեստնենք նկար, որ փողոցը նկարը կա, բերենք դնենք Glendale-ի ներս, դա շատ սիրացիմ։ Ինչ կուզեիք, որ Սարյան փողոցից վերեինք այստեղ։ Ես շատ սիրում եմ տեղեր, որ Մարդաշատ է, աշխույժ է, այո, քիչ ավտո կա։ Քիչ ավտո կա, դուք Սարյանում անցյալ տարի եք եղել։ Բայց ճիշտ ես ասում, այն ժամանակ շատ ավտո կար։ Ես էլ եմ անցյալ տարի եղել ու ահա որ էր։ Այո։ Միշտ տենց էր, բայց միշտ։ Դե հա, այս վերջերս միշտ է Սարյանը հայտնի եղել ու մարդաշատ ու շատ սիրելի, բայց մեքենաները ու մարդիկ իրար վրա այսպես կողքի սրճարանները։ Բայց ամեն դեպքում ինչ էլ որ լինի, ինչքան էլ որ բողոքենք, միևնույնն է բոլոր քայլերը տանում են դեպի Սարյան փողոց, երբ դու Հայաստանում ես, երեկոներ ուզում ես այնտեղ անցկացնել, այնտեղի սրճարանները գնալ։ Ճիշտ է։ Ինձ համար նկարչուն ու երգը, մյուզիկը ես շատ եմ սիրում։ Ինչ երաժշտություն եք սիրում։ Եսի electronic music շատ եմ սիրում, այո։ So Իմամ տարբեր DJ-ներ կա հայկական, Armen Miran, Անահիտ Վարդանյան, կարծեմ անունը, ինքը Գերմանիայից է։ Իսկ որ երգն եք սիրում, հայկական երգ սիրում եք։ Դի տեսնեմ։ Ժողովրդական գուցե, ազգագրական գուցե կամ ոչ։ Ավելի հին երգերը հայկական շատ եմ սիրում։ Օրինակ մի երգ ասեք։ Ղափաման, էդի այսպես հին ստայլը շատ եմ սիրում։ Եվ սիրում եմ որ պատած այս DJ-ները այդ երգը նորոգում են իրան ստայլով, բայց եսի այդ ավելի շատ հին հայկական տարբերակն եք սիրում, հա։ Մի բան մտքովս անցավ, ձեր հարսանիքը կարող է Հայաստանում անեք։ Անցյալ տարի Հայաստան էինք, որ հարսանիք ունենք, խոսացինք, բայց արդեն այն ժամանակ ամեն մեր բոլոր ընկերները գնացին Հայաստան, so այս տարի ստեկ էլի Los Angeles-ինers։ Չէ, չստացվեց պլանս։ Այո։ Ես իմ բոլոր հյուրերին ուղղորդում եմ դեպի Հայաստան, որ այնտեղ բիզնես բացեն, տեսեք, որ այնտեղ ամուսնանան, որ հաճախ գնան այնտեղ, կարևորում եմ շատ։ Այո, բայց այն հարսանիքը, որ գնացինք, շատ գեղեցիկ էր, Arnie Winery-ներ էր, որ նստածինք արդեն մարմինս goosebumps եկավ։ Նստած իմ դիմաց իմ կերը անունը Արարատ է եւ Արարատ Mountain-ն էլ հետևը։ Տեսակ։ Այո, շատ emotional moment էր ինձ համար։ Մեկի համար ով չի ծնվել Հայաստանում, բայց հայ է ազգությամբ, ինչ է նշանակում օրինակ Արարատը, ինչ է նշանակում հայկական երաժշտությունը, դա ինչ է, դա ձեր մեջ արյամբ փոխանցված է, ես հասկանում եմ, բայց ուզում եմ հասկանալ, մարդ ով չի ծնվել այնտեղ, այո, պաշտում է Արարատը, իր համար սիմվոլն է, հա? Այո։ Միշտ լսացել եմ, որ հայկական դպրոց եմ գնացել։ Որ դպրոցը։ Այն ժամանակ Glendale-ում Իրանահայ միությունը կիրակի օրները հայկական դպրոց ունեն, չգիտեմ հիմա էլ ունեն կամ չէ, բայց Իրանահայ միությունը մեր մոտ է, Urartu-ի մոտ է, Glendale-ինers։ Այստեղ օրինակ շատ է դուրս գալիս, որ հայկականությունը կրթության մեջ, լեզվի մեջ շատ է պահպանվում։ Շատ են աշխատում երեխաների հետ դրա վրա։ Այո։ Ես աղջկաս դասերը հետևում եմ, շատ հետաքրքիր, ուսուցողական, մանրամասն, թեկուզ այդ տարիքում 7 տարեկան է դառնում շուտով։ Բայց որ ես էլ եմ ուրախ, որ հայկական դպրոց է հաճախում, չնայած որ ես Հայաստանում եմ ծնվել ու իմ ամեն ինչն է հայկական։ Ես Հայաստանը բերել եմ այստեղ։ Շատ լավ է, շատ լավ է։
Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Այսօր ուզում եմ մտածում եմ սուրճ բերիմ, ասամ սարը բերիմ, սարուցը գալվեր, տակը կպաղեր, so ձեզ հրավիրում եմ, ուրար դուք ու ձեր թիմը գաք ու սուրճ խմեք մեր մոտ։ Շնորհակալ եմ, անպայման։ Խնդրեմ։ Դե ինչ բարեկամներ, ահա այսօրվա մեր զրույցը, որը իր մեջ ներառում էր շատ հայկական էլեմենտներ, դա երևի կապված էր Ուրարտու անվան հետ, որը որ Վանի թագավորությունն է ներկայացրել եւ եղել է հայկական լեռնաշխարհի հզոր պետություններից մեկը։ Մնացեք խաղաղությամբ, հաճախ ասեք, որ սիրում եք ու կարոտում ձեր սիրելիներին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ։ Տեսություն։